ներկայացեք ու պարզաբանեք, թե ինչ ակնկալիքներ ունեք եւ արդյոք միայն ՄԱԿ-ի գրասենյակին է ուղղելու ձեր խորհուրդը զբաղվել ձեր շատ հարուցը ապահովելու այդ հանձնաժողովը պետք է ձեր պատկերացմամբ զբաղվի գերիների հարցերով։ Ես Տարոն Ղազարյանն եմ, Դաշնակցության Նիկոլ Աղբելյան Սանորգան Մինչյան Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքականության պատասխանատու։ Տեսեք, մենք բարբերաբար արդեն տարիներ շարունակ 2 տարուց ավել ինչ մեր հայրենակիցները պատանդարության մեջ են, հետևականորեն հետապնդում ենք հարցը, խնդիրը, եթե նկատել եք սա մեր առաջին ակցիաներից չէ, բազմաթիվ ակցիաներ եք իրականացրել այս ընթացքում եւ մեր պահանջը իհարկե միայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին եւ մասնավորապես ՄԱԿ-ին ուղղված չէ, բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք որ ունեն հանձնառություն։ Ակցիաներ տեղի են ունեցել այդ կազմակերպությունների ներկայացությունների առջև եւ հավանաբար պետքին տեղի կունենան։ Սրանք կազմակերպություններ են, ովքեր որ իրոք ունեն հանձնառություն, ովքեր որ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանություններից, հիմնարար ազատություններից եւ կարծում եմ, որ ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով կարող են ճնշումներ բանեցնել տակի վրա։ Պարոն Ղազարյան, տեսեք, դուք ճնշումներից խոսացիք, բայց օրինակ Ադրբեջանը այսպես մի ժեստային քայլ արեց, փակեց իր երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը։ Դրանով ուզում էր ասել, որ ես իմ վերաբերմունքը թե ինչպիսին է ցանկացած այն միջազգային կազմակերպության նկատմամբ, որը կփորձի նկատմամբ ճնշում գործադրել կամ ինչ-որ բան պարտադրել։ Հիմա դուք ՄԱԿ-ից պահանջում եք, որ նա ճնշում գործադրի։ Չեք կարծում, որ մի տեսակ իմաստ չունի։ Ադրբեջանի այս տեսակ գործունեությունը հենց սադրանք է միջազգային իրավունքի նկատմամբ։ Ադրբեջանը փոքր պետություն է մեծ աշխարհում եւ կարծում եմ, որ այդպիսի լկտիություններ, վայրագություններ իրեն կարողանում է թույլ տալ միայն անպատճառով, որ չկա իր վրա էական տեսանելի ճնշում։ Այսինքն միջազգային կազմակերպությունները, այլ երկրները, հումանիտար մարդասիրական իրավունքի ներկայացությունները շարժվում են բացառապես կոչերով, հայտարարություններով, այսինքն իրական պարտադրանք չկա բակի վրա։ Կարծում եմ իրական պարտադրանք լինելու պարագայում առնվազն այս չափ լկտիություն Ալիևը իրեն չի կարող թույլ տալ։